Ողջույն իմ թանկագին հետևորդներ ջան, ինչպե՞ս եք, ես լավ եմ, ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, անձրևային եղանակը, առավոտվանից անձրև է գալիս ու գալիս, առավոտը ավելի ուժեղ էր գալիս, հիմա մի քիչ դանդաղել է, սիրելիներս, ցուրտ է, մի տեսակ եղանակը խոնավ է, շալ եմ գցել վրաս, թիկունքներս տաք մնա, սառում եմ, այսօր սիրելիներս որոշել եմ պատրաստեմ կանանչ լոբի, հələ տեսեք ինչ կանանչ լոբի երեկ քաղել ենք, ձեզ հետ միասին ցույց ենք տվել, հələ նայեք, դալար ընտիր կանանչ լոբի ենք հավաքել մեր բանջարանոցից, հիմա ուժեղացավ անձրևը, միասին կմաքրենք և միասին էլ կպատրաստենք, երեկ բերքահավաք ենք արել, սիրելիներս, բավականին էլ աղջկաս հյուր ենք գնացել, տարանք հետներս, ամեն ինչից, այդ մեծ դույլով վարունգը հավաքել ենք աղջկաս համար, լոբի, բադրջան, բիբար, պամիդոր, կանաչիներ, ծաղկեբուկետ, հավաքել էի ծաղիկներ, դեղին լիլիայից, ֆլոքս էի դրել, լիլիլիկներից էի քաղել և քաղել էի նաև դեղին գունեղ ծաղիկներ, սիրելի հետևորդներ ջան, քաղել էի ցինիա, տարբեր գույների, գնացինք նստանք, հեռախոսս մոտս չէր, մոռացել էի վերցնեի, որ նկարեինք, այնտեղ էլ դե էլ արդեն երեխաները չցանկացան, չնկարեցի սիրելի հետևորդներ ջան, 2 ժամ նստեցինք, արդեն ուշ էր, մինչև հավաքեցինք, մինչև տանից դուրս եկանք, դարձավ ժամը 8-ը, մինչև փոխվեցինք, մի խոսքով ուշ ժամի գնացինք, ուշ էլ վերադարձանք, մայրական սիրտ է, չէ, որ քաղում ես դու պետք է օգտվես, էփես ուտես, ուզում ես մոտիկ է ապրում, երեխատ էլ պատրաստի, իրենք էլ վայելեն, ամեն ինչից օգտվեն, ճիշտ է գնում են, բայց դե տնականին չի հասնի գնվածը, հիմա այս պոչի մասերը, սիրելիներս ասել եմ, չեմ ընկնում բանի հետև, տես այստեղ հատիկ կոլոտ լոբի է ընկել, որը որ թելով է, 2 փյոլ կա մեջը, որ նստեմ սենց կտրեմ, չգիտեմ, ինձ ձեռքով ավելի հեշտ է, ավելի հարմար է, սա էլ է, տեսնում եք, այդ լոբիից, սև լոբի է, իսկ կարմիր լոբին դեռ ծաղկել է, բայց չի գցել, երևի ուշ է գցում կարմիր լոբին, սիրելի հետևորդներ ջան, հիմա լոբու օգտակար խորհուրդը ասեմ, որ շատ օգտակար է մեր օրգանիզմին, կոֆեն էլ եկավ սիրելիներս, մինչև ես մի քիչ խոսեցի, Մարինկաս կոֆեն բերեց, իր ընդեղ, ապրիմ աղջիկը, շատ ֆոսֆոր կա լոբու մեջ, երկաթ, կալցի, ցինկ, բնական ինսուլին է սիրելի հետևորդներ ջան, որ մենք պետք է շատ օգտագործենք, խաշենք, խաշատ ուտենք, ջուրը խմենք սառի վիճակում խաշված լոբու, իհարկե նաև անբարենք ձմռան համար, հետևորդներ ջան, մեր մեծերը միշտ չորացրել են և ես էլ մի քանի անգամ չորացրել եմ կանանչ լոբին, այ կգա պահը, մյուս անգամ մի քիչ կչորացնեմ, քիչ, որովհետև երեխաները չեն ուտում, մեծերս ենք ուտում, ես և ամուսինս, մի փոքր կչորացնեմ, սմբուկ էլ ենք չորացնում բադրջան,
Իսկ հիմա կմաքրեմ, միայն ձվով կպատրաստեմ։ Ամեն մեկս մեր տարբերակով ենք պատրաստում, տարբեր տարբերակներ կա պատրաստման եղանակներ կա, օրինակ սիրում եմ նաև սամիթով, լոլիկով, պղպեղով տարբերակը, վրան վերջում ձու ավելացնեք կներեք, այդ տարբերակն էլ եմ սիրում, ամեն ձևի էլ լոբին ուտվում է, մանավանդ մեզ շաքարային դիաբետների համար, սիրելի հետևորդներ ջան, ես ուշ իմացա, որ ելակի գլխի մասի տերևներով պոչը լվանում ես, կամ լավ չորացնում ես, կամ էլ դնում ես սարսափախցիկը, թե ես պատրաստում և խմում ես, նորից շաքարային դիաբետի համար շատ լավ է, ես հետո իմացա, արդեն ելակները վերջացել էին, ոչինչ, մյուսը արի մնաց, հիմա դանակով շեղ կարող ենք ձեռքով էլ անել, կտրտում եմ լոբին, առաջ մեր մեծերը հենց սենց ձեռքով շուշուտ արագ ջարդել են, գեղեցկության համար, որ ափսեի մեջ գեղեցիկ երևա, մեր աչքին հաճելի լինի, հիմա շեղ կտրեմ, դանակն էլ լավ սուր չի, ամեն օր սրում են, մեկ է սուր չի պահում, հիմա լոբին էլ դանակով կադրից դուրս բոլորը կտրտեմ, սիրելի հետևորդներ ջան, հետևորդներ ջան, լոբին դրել եմ հոսող ջրի տակ, որ լավ լվանամ, արդեն կտրտեցի, վերջացրեցի, շատ մատղաշ, նուրբ, այն որ ասում են նաջիբ լոբի է, դե միշտ էլ առաջի անգամվա, մենք ասում ենք առաջի բերանի լոբին շատ նուրբ է, չէ, և շատ համեղ է, մի հատ էլ լավ լվանամ ու լցեմ կաթսայի մեջ, շատ քիչ ջրով պետք է խաշեմ, այնքան որ ճիշտն ասած ջուրը իրեն ծածկի հազիվ, տեսեք մի փոքր, սա բավական է, հիմա կդնեմ գազօջախին, որպեսզի խաշվի, ընթացքում կհանդիպենք, սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս արդեն լոբին եռաց, հիմա լոբին կհամեմեմ աղով, այնքան նուրբ լոբի է, մի հատ եռած արդեն եփված է, հիմա աղից հետո էլ մի 2 րոպե կեռա, նոր կջրքամեմ լոբին, հիմա հալված այս կարագի վրա կլցնեմ լավ ջրքամված կանաչ լոբին, հիմա կխառնեմ, որպեսզի լավ լոբին տապակվի յուղի մեջ, բերանը կծածկեմ, կթողնեմ, որ տաքանա լոբին, նոր արդեն կծփեմ ձուն, կլցնեմ լոբու վրա, նախապես ձուն եմ կոտրել, հիմա մի փոքր համեմեմ
ձուն աղով, կոտրել եմ 5 հատ ձու, պատառակ աղով լավ կծփեմ, կհարեմ, որ փրփրի ձուն, նոր կլցնեմ տաքացած կանաչ լոբու վրա։ Հավասարաչափ ձուն կտարածեմ բոլոր լոբիների վրա, բերանը կծածկեմ, կթողնեմ արդեն լավ կեփի։ Ափսեի մեջ մի քիչ ձու մնաց, հիմա մի քանի հատ լոբի լցնեմ, մաքրեմ, լցնեմ տապակի մեջ։ Սա էլ մեր մեծերից ենք սովորել, միշտ այդ ձև էին անում։ Պատրաստ է արդեն տապակած ձվով լոբին, սիրելիներս, մեր հողամասից քաղված դալար համեղ լոբին, լցրել եմ մատուցվող ափսեի մեջ, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի դիտում։ Տարաներն եմ լվանում, երեկվա խաղաց տարբեր հաղարջները, սիրելիներս, և կռժովնիկը, հշա հաղարջ են ասում կռժովնիկին, լավ լվացել եմ, լցրել եմ ջրքանվի, սիրելիներս, այնքան եռման է այսօր մեր ջուրը, շատ է տաք։ Կամպոտ պետք է պատրաստեմ, շատ եմ տարալվանալու, որովհետև որդիս կարող է գիլասել առնի բերի, միանգամից գիլասներ պատրաստեմ։ Հիմա հերթով լվանում եմ և ստերիլիզացնում։ Այստեղ արդեն այս շշերն էլ եմ լվացել, կադրից դուրս, տարայել եմ լվացել, ուղղակի մեկ անգամ էլ ցույց տալու համար ձեզ հետ միասին լվանում եմ տարաները։ Հիմա կլվանամ, կծածկեմ, որքան որ հաղարջների կամպոտը կլինի կպատրաստեմ, մնացած տարաները կծածկեմ, պատրաստ կլինի, որ եթե շուկայում լինի գիլաս, բերի գիլասի կամպոտ է պատրաստեմ և վարինի պատրաստեմ։ Մաքուր տարաները, սիրելիներս, բանկաները շատ, տեսնում եք, լվալու կարիք էլ չկա, սա նոր լվացի, դրել եմ, որ ստերիլիզացնեմ։ Հիմա կադրից դուրս մի քանի հատ էլ լվանամ, նոր, ոյ, վառում է ձեռքս, այնքան տաք է։ Հələ տեսեք ինչ բուղ է դուրս գալիս, եռման է ջուրը։ Մնացածը կադրից դուրս, սիրելի հետևորդներ ջան։ Լվացել եմ կանաչ կռժովնիկը, սև կարմիր հաղարջները արդեն լավ ջրքանվել են, այստեղ էլ տարաները արդեն լավ լվացել եմ, 5 հատ 3 կիլանոց, ստերիլիզացրել եմ, կրիշկաները լավ եռման ջրով լվացել եմ, օղիով մաքրել եմ, պատրաստ են արդեն տարաները, որ կռժովնիկն է և հաղարջները կարմիր լցնեմ տարաների մեջ, հələ տեսեք ինչ խոշոր կռժովնիկ է, միայն կռժովնիկով չցանկացա պատրաստել, կավելացնեմ կանաչ կռժովնիկին կարմիր սև հաղարջներ, որպեսզի համ համեղ լինի ասորտի, համ էլ գույն տա կանաչ կռժովնիկներին, սիրելիներս, արդեն լցրել եմ տարաների մեջ, հիմա շաքարավազ 300 գրամ կավելացնեմ ամեն մեկ տարային, եռման ջուրն էլ եռում է արդեն, կլցնեմ ու կփակեմ, փակելուց հետո ձեզ սիրով ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան։
Իմ ղոչաղ աղջիկ։ Լավ, դրանք թող մնան, Ազի ջան, մաքուր անդեղ, էլի ամեն օր լվանում ենք։ Հələ տեսեք, ոնց տնավարի, տեղը տեղին, ապրես իմ բալա։ Ճիշտ եք նկատել, երեխան ինչ տեսնի, նա էլ կսովորի։ Հələ տեսեք, տեղը տեղին։ Այս են լավ լված։ Ասել, որ ծաղիկներն է դրել է խոտերի վրա, որ հետո վերջում ջրի։ Այս ծաղիկն էլ թողեցինք, ասինք հələ մի առժամանակ էլ մնա, բայց չէ, սա դրսի ծաղիկ չէ։ Ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, կոշիկները հանում ենք այդ քարերը, որ կա, ավազի վրա։ Ընտեղից բարձրանում ենք, լաթերը հագնում, գալիս ենք ներս, դրա համար տենց լավ լվանում են։ Օրը 2 անգամ, առավոտ, երեկո։ Այսօր Մարինկաս ուշացրել է։ Արդեն ժամը 2-ն է։ Հիմա էլ քարերը կլվանա։ Պապան շլանգն է պահում, դուստրն էլ շորն է կամում։ Սենց սիրուն սեղանը հանել է վերև, բասկաթոռները մաքրեց, տեղավորեց, իսկ սեղանը դեռ չտեղավոր է, կգա կտեղավորի։ Հələ ջուրը նայեք ինչքան մաքուր է, հələ ցույց տուր Մարինե։ Քանի անգամ լվացել է պոլիշորը։ Այսինքն կլցնի ու հիմա պոլիշորը կլվանա, նորից կսրբի, հետո կտանի կրանթի տակը դրսի, կլվանա, կբերի կփռի ստեղ։ Քարերն է պետք է լվանա անպայման։ Պապայից է սովոր է։ Լված, վերջացրեց պատշգամբի պոլոյը, հատակը, քարերը, հիմա էլ ծաղիկներն է մաքրում, են կտրտած չոր ծաղիկները, որ ջրի։ Իսկ այս վերևի ծաղիկները չի կարող ինքը ջրի, որդիս երեկոյան կգա, շլանգը կմիացնի, կջրի։ Մարինե, լիքը մի լցրու, ծանր է։ Հանգարց ջուրը չկպցնես պիտունյաներին, իրանք շատ խռովկան են։ Կողքից լցրու, որ թփերը։ Հա, Ազի ջան, բերես մեծ ծաղիկներ ջրի մի անգամից։ Ահա, տեսեք, ոտերը հանեց։ Այսենց բարձրանում ենք, մաքուր, սիրուն, լավ ջրի, որ տանենք ներս։ Այն անգամ ջրել եմ, բայց դե շոկ է, լավ, բոլա։ Ջուրը մնաց, տանենք դուրս է ջրը։ Տար Ազի ջան։ Ապրիմ աշխատասերը։ Սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս, թանկագիններս, ես տանը խոհանոցում իմ գործով եմ զբաղված։ Քնից արթնացել է, դեռ հաց չի կերել։ Ու ասում եմ, արի հաց կեր Մարինե ջան։ Չէ, տատի լվացվել է ու անցել է այս բալկոնի մաքրմանը, հարց ա տվել ինձ։ Տատի, բալկոնը մաքրել ես, ասել եմ, չէ դեռ չեմ հասցրել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, գնաց, բերեց, մաքրեց, լվաց, կանչեցի Մարինե, ասում է դրսում եմ, եկավ տեսամ ինչ գործ է անում։ Հիմա էլ այս ծաղիկները հավաքեց, ջրեց, չորացածները տարավ տեղավորեց։ Այս էլ մամայի մկրատն է ջերմոցի։ Փակեցի, վերջացրեցի, նաև
կանանչ կրուժովնիկը կարմիր սև հաղարջներով, տեսեք ինչ սիրուն գույն ստացվեց, հիմա տաքայձյալով կծածկեմ, կթողնեմ կսառի, նոր տարաները կտեղավորեմ, ինչ փակում ենք ուրախությունով փակենք, անուշ վայելենք ձմռանը, թող աշխարհով մեկ միայն խաղաղություն լինի և առողջություն։ Պատրաստեցի, վերջացրեցի կանաչ լոբին, աղով համեմված և ձվով պատրաստված, ստացվեց շատ համեղ։ Սիրելիներս, այսօրվա համար էլ այսքանը։ Ինձ մնում է ասել մեզ բարի ախորժակ, ձեզ բարի հաճելի դիտում։ Նորեկներ ջան, եթե հետևում եք ալիքին, բաժանորդագրվեք, լայքեք և տարածեք, որի համար շատ շնորհակալ կլինեմ։ Մնացեք խաղաղությամբ, սիրելի հետևորդներ ջան, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, եղեք միշտ առողջ և օրհնված, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ստեսություն, մինչ նոր տեսահոլովակ։